Եթե չհիշեք, որ հերթափոխին ով է պատասխանատուն, Սրբուն հիշեք միայն, բոլոր հարցերով ինքը ձեզ կօգնի։ Շատ լավ։ Ով գնում է գնաց, երեխաները պատանները գնացին, մնացինք մեծերով։ Շոքա, ով է ջրվե գալուց։ Մալադեց։ Բայց դուք ջրից չեք վախում, չէ՞։ Ջրվելուց չեք վախում, գալիս եք Աստծո տուն։ Շատ լավ։ Այսօր հերոսների օր է, այսօր ով եկել է հերոս է։ Ջրից չվախեցող հերոսներ։ Շատ լավ, Աստծո ժողովուրդ, այսօր մի փոքր հետո կաղոթենք, անցնենք խոսքին, այսօր ուզում եմ խոսեմ մի քանի տիպի մարդկանց մասին, ովքեր բաց են սատանայի հարձակման համար։ Գիտեք, միգուցե դու տարիներ քրիստոնյա ես, 10 տարի, 20 տարի, բայց դեռ բաց ես դևերի համար, դեռ հարձակումներ կա քո կյանքի վրա, դեռ կան խնդիրներ, որոնց միջոցով թշնամին լավ էլ կպնում է, դեռ բաց ես կախարդության համար, մի կողմից լսում ես շնորհքի խոսք տարիներ շարունակ, մյուս կողմից դեռ թշնամին լավ էլ կարողանում է իր կեղտոտ գործը անի քո կյանքի մեջ։ Այսօր ուզում եմ խոսեմ այն մարդկանց մասին, ովքեր խոցելի են թշնամու համար, ովքեր բաց են, դուք ասես մենք գիտենք ովքեր են այդ մարդիկ, այն մարդիկ են, ովքեր ապրում են մեղքի մեջ, են որ մենք ճիշտ պատասխանը գիտենք, ճիշտ պատասխանը Հիսուսն է, հա, միշտ, այսօր ուզում եմ փոքր ավելի խորը գնանք, ու տեսնենք ինչն է պատճառը, որ մենք դառնում ենք խոցելի, ինչն է պատճառը, որ Աստծո զավակը, ով ունի Աստծո պաշտպանությունը, Աստծո զավակը ում համար ամեն բանի համար վճարված է, ինքը դառնում է խոցելի թշնամու համար ու դևերի համար, ու դևերը ունենում են իրավունք մտնել, խփել, վնասել, թեև կարծես թե ամեն բան Տերը արել է։ Գնանք, ուզում եմ, երբ որ դու քեզ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կետում բռնացնես, ոչ թե ունես դատապարտության տակ, այլ վերջում մենք կտեսնենք լուծումը, վերջում մենք կտեսնենք ելքը, ոչ թե խառնվես իրար, ասես վայ, այլ մենք իրար տեսնենք ելքը ինչ է ասում Աստված, բայց սկզբից ուզում եմ քննես քեզ, արդյոք դու ես այս մարդկանցից մեկը, Տեր Հիսուս, ես քո առաջ եմ բերում քո եկեղեցին, քո զավակներին, քո տունը, քո ընտանիքը Տեր, ու խնդրում եմ, որ դու կպնես ամեն մեկի սրտին այսօր Տեր, ես աղոթում եմ Տեր, որպեսզի դու քո խոսքի միջոցով ու քո ճշմարտության միջոցով, որտև քո խոսքն է ճշմարտությունը, այսօր բացահայտես ամեն սուտ թշնամու, այսօր ցույց տաս ամեն խնդիր, այսօր ցույց տաս ամեն ամրություն, ամեն բերդ, որ թշնամին կառուցել է իմ քույրերի ու եղբայրների մտքի մեջ, ու այսօր թող քանդվեն այդ բերդերը, ու եթե իմ քույրերն ու եղբայրները խոցել են թշնամու համար կամ բաց են թշնամու համար, աղոթում եմ Տեր, որ այսօր ցույց տաս իրանց խնդիրը ու հանես այդ իրավիճակից Հիսուսի փառավոր անունով։ Ամեն։ Գիտեք,
Նախ ուզում եմ մի հատ ճշմարտություն ասեմ, ուզում եմ ճիշտ ձևակերպեմ, որ հասկանաք, ու հետո անցնենք խոսքին։ Մարդիկ դևերից ազատագրվում են, դևին հանում ես, քշում ես, բայց բերդը քանդում ես։ Ու շատ հաճախ, երբ որ դևը տարիներ շարունակ մարդու մտքի մեջ բերդեր է կառուցում, դու դևին հանում ես, ինքը մտածում է այդ բերդի հարցը լուծվեց, բայց բերդերը պետք է քանդվեն։ Ու ավելի հաճախ հավատացյալների խնդիրը ոչ թե այդ դևերն են, այլ են բերդերը, որ այդ դևերը կառուցել են ստի միջոցով։ Մենք հեշտ ընդունում ենք թշնամու ստերը մեր կյանքում։ Մենք հեշտ ուտում ենք այդ ստերը։ Մենք հեշտ ընդունում ենք այն մտքերը, որ թշնամին ուղարկում է մեր կյանք, այդ մտքերը ճշմարտության տեղ ընդունելով։ Մեր համար կա մի ճշմարտություն, դա Աստծո խոսքն է։ Այն ինչ որ դու տեսնում ես ու լսում ես, դա փաստ է։ Այն ինչ որ կա, դա փաստ է, ու հաճախ փաստը ճշմարտության հետ չի համապատասխանում, որտև փաստը քեզ ցույց է տալիս, որ դու հիվանդ ես, բայց ճշմարտությունը ասում է, որ Քրիստոսի վերքերով բժշկված ես։ Փաստը քեզ ցույց է տալիս, որ գրպանումդ փող չկա, բայց ճշմարտությունը ասում է, որ նա աղքատացավ, որ դու հարստանաս։ Ու ցավոք սրտի մենք ընդունում ենք թշնամու մտքերը, ու այդ փաստը վերածում ենք ճշմարտության։ Այսօր ուզում եմ ցույց տամ մի քանի տեսակ մարդու ու հետո ուզում եմ խոսենք, թե ինչ մտքեր ենք մենք ընդունում, որովհետև դառնում ենք այսպիսին։ Առաջինը սա այն մարդիկ են, ովքեր դժգոհ ու տրտնջացող են։ Իրանք ամեն ինչից դժգոհ են։ Սրանք մարդիկ են, ովքեր մագնիսի պես կարծես թե կանչում են, իրանք բաց են, խոցելի են թշնամու համար, ու մագնիսի պես կանչում են դևերին, որպեսզի իրանք քայքայեն իրանց կյանքը։ Գիտեք, երբ որ խոսում ենք այս մասին խոցելի թշնամու համար, ես ուզում եմ դուք սենց մի պատկեր տեսնենք։ Պատկերացրեք վիրավորված նապաստակ կամ եղնիկ անտառում, որը կապված է ծառից, ու ինքը ձայն է հանում, ասենք մի ոտը կտրած, ինքը ոնց կկանչի գիշատիչ կենդանիներին, գայլերին, չէ՞։ Դուք ասես, բայց ինքը չի կանչում, գայլեր եկեք ինձ կերեք, բայց ինքը վնասված է ու կապված է, ու այն ինչ որ ինքը, այն ձայնը, որ ինքը հանում է, այդ գիշատիչներին կանչում է։ Աստծո խոսքը ասում է, որ թշնամին բռնչացող առյուծի պես մանագալի ում կուլտ է։ Իրական առյուծը Հիսուսն է, ինքը այդ առյուծի պես ման է գալիս ում կուլտ է։ Բայց եթե դու քեզ հայտնաբերես այն մեկը, ով բաց է այդ թշնամու համար, այսօր ժամանակն է, որ ապաշխարենք, փակվենք ու գնանք առաջ։ Ոնց է մագնիսը ինքը, երբ որ ինչ որտեղ սենց երկաթի զանգված կա կամ շուրուբներ, հա, մի հատ մագնիսը գցում ես, ինքը հավաքում է։ Այդպես էլ այսպիսի մարդիկ, ես այսօր 7 տիպի մարդկանցից եմ խոսալու, 6 տիպի մարդկանցից, ովքեր խոցելի են թշնամու համար, ու 7-րդ տիպը ինքը հակառակը բացված չի, բայց ինքը նույնպես խոցելի է, որտև թշնամու ուշադրությունը իր վրա է։ Առաջինը սա դժգոհ ու տրտնջացող մարդն, ով ամեն ինչից դժգոհ է։ Ով ամառը դժգոհ է շոքից, ձմեռը դժգոհ է ցրտից, անձրև է գալիս դժգոհ է անձրևից, ինքը դժգոհ է իր երեխեքից, բայց ինչ որ մեկը այդ երեխեն էլ չունի։ Ինքը դժգոհ է իր ամուսնուց, բայց ինչ որ մեկը աղոթում է ամուսնու համար։ Ինքը դժգոհ է այն ջրից, որ խմում է, բայց ինչ որ մի երկրում այդ ջուրն էլ չկա, որ խմի։ Ամեն ինչից դժգոհ է։ Դժգոհ է իր եկեղեցուց, բայց մարդը ով իր քաղաքում սկի եկեղեցի էլ չունի, ամեն ինչից դժգոհ է, ամեն ինչից տրտնջում է։ Հիշում եք ինչ էր կատարվում Իսրայելի հետ, երբ որ իրանք տրտնջում էին ու դժգոհ էին։
Իրանք 40 տարի մնացին նույն տեղում։ Դժգոհությունն ու տրտունջը խոցելի է դարձնում թշնամու համար։ Երբ որ դու գիտեք դժգոհ մարդը ինքը իր օրհնության մեջ մի բան գտնում տրտնջում է։ Ինքը մի բան գտնում է դժգոհելու համար։ Ինչի որտև ինքը կենտրոնացած է այդ նեգատիվի վրա։ Երբ որ դու կենտրոնացած ես բացականի վրա, նեգատիվի վրա, սա քեզ խոցելի է դարձնում թշնամու համար։ Շնորհակալ սիրտը դռներ է բացում Աստծո համար, դժգոհությունը, դժգոհ սիրտն ու տրտունջը դռներ է բացում թշնամու համար։ Երբ որ դու շնորհակալ ես այն մի փոքրից էլ որ ունես, սա Աստծո համար հնարավորություն է քեզ տալ ավելին։ Բայց երբ որ դու դժգոհում ես, այս ինչա որ այս աշխատավարձս ամեն ինչի համար ու տրտնջում ես, սա քեզ դարձնում է խոցելի թշնամու համար։ Երկրորդ տիպը էս մարդկանց, ովքեր բաց են ու խոցելի են թշնամու համար, սրանք չափազանց բերանբաց մարդիկ են։ Մարդիկ, ովքեր չունեն իրանց բերանը փակել, ոչ թե բերանբաց նրա համար, որ խելքներին ինչ գալիս է խոսում են, կամ առաջ խոսում են, հետո մտածում են, այլ մարդիկ, ովքեր իրանց անձնականը, այն ինչ որ պիտի չիմանան մյուսները, բացում են մյուսների առաջ։ Իրանք սենց չափազանց սենց, դե մենք շատ ատկրավեննի մարդիկ ենք, ու ինքը իրա ինտիմը, իրա ու իրա ամուսնու խնդիրը չափազանց ատկրավենի պատմում է իրա անկերուհուն, որը որ չպիտի իրա անկերուհին իմանար։ Պատմում է իրա հարևանի հարսին, ու թվում է, վայ ես ինչ անկեղծ մարդ է, անկեղծությունն ու հիմարությունը տարբեր բաներ են։ Եկեք նայենք Հիսուսի կամ Պողոս առաքյալի կյանքը։ Իրանք ունեն դժվարություններ ունեն, իրանք խոսում են այս մասին ամենտեղ ոչ։ Այսպիսի մարդիկ իրանք բավականին խոցելի են թշնամու համար, որովհետև իրանք իրանց խոսքերով թույլ են տալիս, որ թշնամին մտնի այնտեղ, ինչից որ խոսում են։ Ու իրանք կարան խոսան իրանց ֆինանսներից, այնպիսի մարդկանց մոտ, ովքեր չպիտի իմանան այդ մասին, դուք ասես տենց լինում է, հիշում եք, թագավորը, Իսրայելի թագավորը, երբ որ դեսպաններ եկան, ինքը տարավ ու փորձեց սենց անկեղծ, ինչ վատ բաներ արել, որ փորձեց ցույց տա բոլոր այն հարստությունը տաճարի ու պալատի ինչ որ ուներ։ Անկեղծ սենց պարզ ինքը իր կյանքը պարզ ցույց է տալիս։ Այն պայքարները, որ ինքը պիտի անցնի ծածուկում, ինքը պարզ ցույց է տալիս, որ ինքը իր ամուսնու հետ խնդիր ունի, ինքը իր կնոջ հետ խնդիր ունի։ Դուք ասես ինչի ամուսնու հետ, որտեվ հիմնականում քույրերն են այսպեսին, բայց եղբայրներ էլ կան այսպեսին։ Ու Աստծո մարգարեն եկավ ասեց, այն ինչ որ ցույց ես տվել, թշնամին տանելու է։ Հիշում եք այդ պատմությունը, թագավորացի մեջ է գրած։ Այն ինչ որ ցույց ես տվել, այն տեղը որտեղ որ թողեցիր, որ թշնամին մտնի, ինքը վերցնելու ես։ Ու Նաբուկոդոնոսորը եկավ ու գրավեց ամբողջը, ու վերցրեց բոլոր այն ոսկի արծաթի անոթները, ինչը որ պարզ ես թագավորը, պարզ, միամիտ տղա, միամիտ ցույց էր տվել։ Ես ուզում եմ ասեմ, սիրելիներս, որ այսպիսի մարդիկ, ովքեր իրանք պարզ կարան խոսան իրանց ընտանիքից, իրանց աշխատանքից, իրանց ընկերությունից ինչ-որ մեկի հետ, ու իրանց մեղքերից նույնիսկ, ստե խոսքը չի գնում այն մասին, երբ որ դու ուզում ես, որ ինչ-որ մեկը քեզ օգնի դրա մեջ։ Ստե խոսքը գնում է այն մասին, որ ինչի մեջ դու կաս, դու պատմում ես, նրան էլ ես վարակում, նրան էլ ես վարակում։ Դու դառնում ես խոցելի թշնամու համար։ Ու այն ինչ որ դու խոսում ես, գիտեք, երբ որ ես նոր էի ապաշխարել, ինձ թվում էր, որ սատանան ինքը ամեն բան գիտի։ Թշնամին,
ինքը ամեն բան չգիտի, ինքը գիտի այն ինչ որ դու իրան ասում ես, ինքը չգիտի ապագան, ու հաճախ, երբ որ մենք չափազանց անկեղծ ենք ու պատմում ենք մեր կյանքը, այն ինչ որ թշնամին չգիտի ինքը իմանում է, ու դու դառնում ես խոցելի, քո փոխհարաբերությունը դառնում է խոցելի տեղ, դու դառնում ես այն եղնիկի պես, որ անտառում ինչ որ միտեղ ուղղակի ձայն է հանում, այդ քո խոսքերը, այդ քո պատմած, այդ անկեղծ, այդ աղաղակն է, այդ ճիճն է, որը որ կանչում է գայլերին։ Երորդ տիպի մարդը, ով խոցելի է թշնամու համար, սա բամբասող մարդն է ու չարախոսող մարդն է։ Ու բամբասանքն ու չարախոսությունը ավելի վնասում է իրան, քան այն մարդուն, ումից ինքը բամբասում է ու չարախոսում է։ Աստծո խոսքը ասում է, որ Առակաց 26-20 փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի եւ հրահրող չլինելիս կռիվը կդադարի։ Մենք գիտենք, որ փայտ չեղավ կրակը հանգչում է։ Քսու չլինի, հա, Արարատի թարգմանությունը քսու է ասում, հրահրող։ Այդ վեճը կդադարի։ Բայց ես այսօր ուզում եմ ցույց տամ, որ բամբասանքն ու չարախոսությունը ավելի վնասում են այն մարդուն, ով չարախոսում ու բամբասում է, քան նրան կամ այն երևույթին կամ այն կառույցին, ինչից չարախոսում ու բամբասում են։ Ու չարախոսությունը քեզ դարձնում է թշնամու համար խոցելի ինչի, որովհետև դու վերցնում ես իրա դերը։ Ինքնա բանսարկուն, ինքնա չարախոսը, ինքնա զրպարտողը։ Գիտես դու ինչ ես անում, դու մտնում ես իրա գործը անելու։ Ինքն էլ ասում է, հա, եկել է իմ դաշտ։ Ինքը դարձավ խոցելի իմ համար, հասկանում եք, սա իրա ֆունկցիան է։ Մեր եղբայրների չարախոսը, մեր եղբայրների զրպարտողը ընկավ։ Հայտնության գիրքն է ասում։ Երբ որ դու վերցնում ես այդ դերը, կապ չունի դու ինչքան միամիտ աչիկներով ես բամբասում եկեղեցու ծառայողներից, ինչքան միամիտ սենց աչիկներով ես բամբասում եկեղեցու իրավիճակներից, այն նրանից ինչ որ արվում է, քո ընկերուհիներից, այն մեկից, քո ծնողներից կամ քո երեխեքից։ Երբ որ դու մտնում ես իրա տիրույթ, դու դառնում ես խոցելի իր համար։ Անցնում է ժամանակ, դու տեսնում ես, ինչ որ բան չի կանգնում։ Ասում ես, լավ ինչն է պատճառը, դու ես թույլ տվել, որպեսզի թշնամու համար դառնաս խոցելու։ Դու մտել ես իրա տիրույթ, ուզում ես, որ ինքը քեզ չկրակի։ Ինչ պիտի անենք, պիտի դուրս գանք իրա տիրույթից։ Ցանկացած տիպի բամբասանք, սիրելիներս, քեզ դարձնում է խոցելի թշնամու համար։ Գիտես դու ինչ ես անում։ Պատկերացրեք կա նշանակետ, թշնամին միայն կարող է կրակի, ստեղից մինչև դիմացի պատը։ Երբ որ դու վերստին ծնվում ես, Աստված քեզ հանում է այդ տեղից, ու ինքը էլ քեզ չի կարող վնասի, բայց քո դժգոհության պատճառով, քո չափազանց անկեղծ կյանքդ պատմելու, բացելու պատճառով, հա, շատերը Facebook-ին են իրանց կյանքը բացում, իրանց ինտիմը բացում, մեկ էլ տեսնում ես, հոպ, թշնամին հարվածեց։ Քո բամբասանքի ու չարախոսության պատճառով դու նորից մտնում ես այն տիրույթ, որտեղ թշնամին կարա քեզ վնասի։ Դու կասես, բա ինչ ենք անելու, դուրս են գալու այսօր։ Ամեն, ապաշխարելու ենք այսօր։ Ու գնալու ենք մի մակարդակ ավելի բարձր։ Չորրորդ տիպի մարդիկ են, ովքեր միշտ կարիքի մեջ են։ Այսպիսի մարդիկ իրանք խոցելի են թշնամու համար։ Ես ուզում եմ բացատրեմ, ինչ ի նկատի ունեմ, երբ որ ասում եմ միշտ կարիքի մեջ։ Ինքը միշտ ուրիշներից սպասում ունի, իրա սպասումը ոչ թե Աստծուց է, այլ մարդկանցից է, ինքը միշտ հիվանդ է, միշտ թույլ է, միշտ տկար է, միշտ փող չունի, միշտ ինքը կարիքի մեջ է, որ իրա կողքին է իրան օգնի։ Տեր Հիսուսը ասում է,
կարիքավորներից ձեր կողքը միշտ կունենաք, բայց չի ասում դուք կլինեք կարիքավոր։ Կրոնը է սարքել ասենց, որ դուք միշտ կարիքավոր կլինեք, բայց Տերը տես չի ասում։ Երբ որ իր ոտերին յուղ ա թափում Մարիամ Մագդաղենացին, ասում են, այս յուղը կարելի էր $17,000 ծախել աղքատներին տալ, ինքը ասում է աղքատներին, կարիքավորներին մի ձեր հետ կունենաք, ձեր կողքը կունենաք, ինքը չի ասում դուք կլինեք, իրանց միշտ կարաք օգնեք, ու մարդկանց այս տիպը, ով միշտ կարիքի մեջ է, ինքը նույնպես խոցելի է թշնամու համար, որտև ինքը իրան զոհ է տեսնում, ոչ թե լուծում։ Այսպիսի մարդը ինքը միշտ զոհ է իրան տեսնում ու ուրիշներին տեսնում է, որ իրանք կարան իրան օգնեն։ Սկզբի ժամանակում սա նորմալ է, երբ որ մարդը նոր է ապաշխարում, բայց երբ որ մարդը տարիներ շարունակ Քրիստոսի մեջ է, բայց տարիներ շարունակ ինքը կարիքի մեջ է, ու ինքը ոչ թե կենտրոնանում է Աստծուց վերցնելու վրա կամ ուրիշի կարիքը լրացնելու վրա, այլ հլը մարդկանց նայելով որպես զոհ, ինքը դառնում է խոցելի թշնամու համար։ Գիտեք, լավագույն այս ամսվա ընթացքում մի քարոզա մեջ ես ծնվել, բայց չեմ հասցնում դեռ քարոզեմ, չգիտեմ երբ կքարոզեմ, բայց քեզ լավագույն օգնությունը սա է, որ դու օգնես ինչ-որ մեկին։ Հաճախ Աստված մեր հարցերը չի լուծում կիսատ, սենց մենք ուզում ենք, որ այս հարցն էլ լուծի, այս ֆինանսական հարցն էլ լուծի, ու այդ հարցերը չեն լուծվում, սաղ ձևերը անում ենք, ում մոտ ա եղե, ինչ գիտես անում ես, ցանում ես, հնձում ես, տասանորդ ես տալիս, աղոթում ես, ծոմ ես պահում, գոռում ես, ծնկած կանգնած, սաղ ձևերը, սաղ արել ես, բայց չի աշխատում։ Որպիսի դու այդ զոհի ու կարիքավորի վիճակից դուրս գաս։ Իսկ դրա համար առաջին բանը սա է, որ դու քո կարիքի մեջ նայես իրան բարձրացնես։ Դու կասես, բայց ես հիվանդ եմ գնամ իր համար աղոթեմ, երբ որ դու հիվանդ գնում ես հիվանդի համար աղոթելու, դու իր կարիքը լուծում ես, Աստված քո կարիքն է լուծում։ Երբ որ Դավիթը տուն չուներ, ասեց ես Աստծու համար տուն պիտի սարքեմ, Աստված պտտվեց, ասեց դու ես ուզում իմ համար տուն սարքես, հեսա նայ ես ոնց եմ քո տունը սարքում։ Մենք չենք տեսնում կարիքավոր կամ զոհ Հովսեփ, չնայած Հովսեփի իրավիճակը շատ լավ տեղ էր, որ ինքը իրան զոհի դերում գցի։ Հա, ինքը իր աղբերները իրան ծախում են, գցում են փոսը, մենք չենք տեսնում ինքը զոհ։ Ինքը որտեղ կար, իր այդ կարիքի մեջ փորձում է լուծել իրանց կարիքը։ Միգուցե ձեզանից շատերը Հովսեփի տեղը լինեն պետապրեսի տանը, ինքը ինչ էր անում պետապրեսի տանը։ Օգնում էր պետապրեսին։ Օգնում էր, որպեսզի պետապրեսը ավելի բարգավաճի։ Մենք լինենք իր տեղը, կասենք չհասկացանք, աղբերներս ծախին, գցին փոսը, եկել եմ ծառը հերիք չի, մի հատ էլ պիտի պետապրեսին օգնեմ, բայց Հովսեփը զոհի դերում չեղավ։ Ինքը այդ կարիքավորի հակառակը, ինքը իր ցանկացած իրավիճակի մեջ փորձում էր օգնել։ Ինքը լինելով ստրուկ ծառա պետապրեսին օգնում էր։ Հայտնվեց բանտում, ինքը ընդհանրապես մեղավոր չէր։ Լինելով բանտում մեկը լիներ իր այրազները մեկն էր, թե ով է բանտից ելնելու, ինքը օգնում էր այն մարդկանց, ովքեր իր հետ բանտում էին։ Ամեն։ Դրա համար ինքը հայտնվեց փարավոնի կողքը։ Որովհետև բանտում մարդը բանուգործ չունի, որ երազ մեկնի, ինչ է անում։ Ինքը սկսեց օգնել։ Ինքը սկսեց ամբողջ իր ձեռքերի մեջ վերցնել, օգնում էր այնտեղ ամեն հարցում, ինչի որտև ինքը զոհ չէր։ Որովհետև ինքը մեկն էր, ով իր կարիքի մեջ փորձում էր օգնել ուրիշներին, նույնիսկ եթե ինքը նույն կարիքի մեջ է։ Ինչ ենք մենք մտածում ենք մեկը լինի մեզ օգնի։ Ոնց կարամ ես իմ այս կարիքի մեջ, պակասության մեջ, ինչ որ մեկին խոսամ ֆինանսական օրհնության մասին, ինչ որ մեկին խոսամ բարգավաճման մասին, ինչ որ մեկին խոսամ բժշկության մասին, որտեվ ես ինքս հիվանդություն ունեմ։ Դա տենց հաստատում։ Երբ որ դու չես նայում քո կարիքին, այլ օգնում ես դիմացինիդ, դու օգնում ես իրան,
Տերը լրացնում է քո կարիքը։ Հովսեփի օրինակը վերցրեք, սաղ տեղ եք ընկնի։ 5-րդը, սա չներող մարդն է, բարկություն ու վիրավորանքը իր սրտում կրող մարդն է։ Խոսքը ոչ թե գնում է այն մարդկանց մասին, ովքեր տարիներ առաջ իրանց տատին ասել է աչքիդ վերևունք կա իրանք չեն ները, սա բնույթ է, այդ մարդը չի կարողանում ների, ու այս մարդիկ իրանք բաց են թշնամու համար։ Վիրավորանքը ու բարկությունը քո սրտում, սա թույն է, որը որ քեզ է վիրավորում, որը որ քեզ է վնասում։ Աստծո խոսքը ասում է, չես կարա կրակը ծոցումդ պահես ու չվարվես։ Չի կարա բարկությունը կամ վիրավորանքը սրտումդ լինի ու ինքը թշնամու համար խոցելի չլինի։ Տեսել եք, սենց ֆիլմեր կան, շուտ, ես որ փոքր էի, մի հատ ֆիլմ կար, Խիշնիկը։ Հիմի հետո դրանից մի 7 հատ, 10 հատ անել են, այն ժամանակ Արնոլդն էր խաղում։ Ու ինքը նայում էր մարդուն ու կարմիր էր, չէ տեսնում, սենց բանը ու ուրիշ ձև էր տեսնում։ Հաճախ, երբ որ թշնամին նայում է ու քո սրտում կա վիրավորանք, ու քո սրտում կա չարություն, ինչ որ մեկի հանդեպ, ինքը քեզ որպես թիրախ է տեսնում։ Ու դու բաց թիրախ ես իր համար։ Սրա համար մեզ է պետք մեր ներսի հարցերը լուծել, որպեսզի թշնամու համար թիրախ չլինենք։ Մեզ է պետք մեր ներսը մաքրել։ Ամեն։ Վիրավորանքը ինձ է թունավորում։ Ինքը դիմացինին չի թունավորում։ Ու մենք ունենք 10 կամ 100 պատճառ, թե ինչի ենք վիրավորված։ Բայց մի պատճառ, որ մենք պիտի բաց թողենք, որտև դու այդպես դառնում ես թիրախ թշնամու համար։ Ու դու իրան թույլ ես տալիս, որպեսզի ինքը կարողանա քո կյանքում ինչ-որ բան անի։ 6-րդը Աստծո հանդեպ անտարբեր կամ Աստծուն մերժող մարդն է։ Անտարբերությունը ինքը դրական բան չի։ Հո դες անտարբեր եմ, ես ոչ սառնեմ, ոչ տաքեմ։ Անտարբերությունը ինքը բացական էմոցիա է։ Առաջի 3-ը, սրանք 4-ը, սրանք մարդկանց տեսակներ էին։ Ինքը էսպես է, ինքը դժգոհ է, ինքը բերամբաց է, ինքը բամբասող է, ինքը միշտ կարիքի մեջ է։ Բայց այս վերջի երկուսը, որ ասեցի, սա էմոցիա է։ Այս մարդը իր ներսում վիրավորանքը կրում, ինքը վիրավորված մարդ է։ Ինքը վնասված մարդ է, ու այդ վնասվածը ինքը բաց է թշնամու համար։ Այ հենց այս տիպի մարդը ինքը այն եղնիկի պես է վնասված։ Ես որ ուզում եմ գիշատիչ ձուկ բռնեմ, Հայաստանում շատ գիշատիչ ձկներ չկան, մեծերից լոքոն է, ով գիտի լոքոնի ձուկ է, շատ համով ձուկ է։ Գիտեք ինչ ենք անում լոքո բռնելուց։ Օգտագործում ենք կամ արյունոտ բան, Գուրգենը գիտի, օրինակ հավիլ լյարդ, տավարի լյարդ, որից արյուն է հոսում։ Ջրի մեջ ինքը պիտի արյուն գա։ Կամ օգտագործում ենք փոքր ձուկ, կարասիկ, ու կտրում ենք իրան։ Ու հետևի լողակից գցում ենք, որ ինքը լողա, բայց իրանից արյուն է գալիս։ Ու այդ խիշնիկը գիշատիչ ձուկը վերցնում է ես։ Վիրավորված մարդուց արյան հոտ է գալիս հոգևոր աշխարհում։ Ու թշնամին այդ առնում է, նույնը Աստծո հանդեպ անտարբեր մարդուց։ Չեմ ուզում խոսեմ այսօր Աստծուն մերժող մարդուց, որտև եկեղեցում չկա Աստծուն մերժող մարդ, բայց անտարբերությունը Աստծո երկյուղի հանդեպ այսօր Գեղամը լավ հռչակում արեց, որովհետև գիտեք ինչքան Քրիստոսի գալուստը մոտենում է, ինչքան վերջին օրեր, այնքան Աստծո երկյուղը պակասում է։ Նայում ես, տարիներ առաջ մենք վախենում էինք
ինչ որ մեկի մասին խոսանք։ Մենք վախենում ենք սխալ մեկը հանգարց ասեր, վայ, թևս թուլացավ, սխալ հրճակում մի արա, սխալ դավանանք ես անում, քանդում ենք Հիսուսյանով։ Այսօր մարդիկ բան ասում են, ծառայողներից, երկրորդական բաներ պետք չի։ Այսօր իրանց ամուսիններից, կանանցից, ծնողներից, երեխեքից նույն ես ասում ես, այսօր ենք ասել։ Այն որ առաջ նույնիսկ չէր կարող նայել մեկին ինչի, որտեվ Աստծո երկյուղ կար քո սրտում, այսօր հեռախոսների մեջ ինչ աղբ ասես չկա, ինչի Աստծո երկյուղի բացակայությունն է։ Աստծո հանդեպ անտարբերությունը սա Աստծո երկյուղի բացակայությունն է, սիրելիներս։ Մարդիկ, ովքեր անտարբեր են Աստծո հանդեպ, իրանք ընդամենը կգնան։ Էլ Աստված իրանց չի հետաքրքրում, Աստծո գործը իրանց չի հետաքրքրում, Աստծո խոսքը իրանց չի հետաքրքրում, Աստծո այդ փոխհարաբերությունը իրանց չի հետաքրքրում։ Այսպիսի մարդիկ հոգևոր աշխարհում կարծես թե հա դե նորմալ մարդ է իր համար։ Իրանք խոցելի են։ Ինչի, որտեվ եթե քո ներսում չի վառվում Աստծո կրակը, հաստատ ուրիշ կրակ է վառվելու։ Եթե քո ներսը չի վառվում Աստծո համար, հաստատ ուրիշ բանի համար է վառվելու։ Եթե քո կենտրոնացումը, ես չեմ ասում միայն Աստծո վրա է, պիտի լինի, բայց Աստծո վրա պիտի լինի նաև։ Ուրեմն ուրիշ բանի վրա է լինելու։ Այսօր աշխարհը նենց հեշտ է տանում, որպեսզի Աստված դառնա երկրորդ, երրորդ, չորրորդ տեղում, մենակ Կիրակի։ Մեն Աստված Կիրակի օրվա Աստված է։ Կամ էլ լավ, ուրբաթ շաբաթ Կիրակի, տենց երգ կա։ Երկուշաբթից մինչև հինգշաբթի ինքը тут ни при чем, հա։ Աստված հասկանում եք, կրոնը եկեղեցուն մցրել է տաճար, Աստծուն մցրել է տաճար։ Աստված տաճարում է։ Դու գիտեք, չի ինչի են հետ դուրս գալիս կրոնական եկեղեցիներից։ Ով չգիտի։ Հետ են դուրս գալիս դռնից, որտև Աստված ընդեղ է։ Աստծունո մեջքով չեն կանգնի ախպեր։ Իսկ կարող է մենք էլ ենք Աստծուն դարձրել Կիրակի օրվա Աստված։ Կարող է մենք դուք ասես ինչի լավ չենք փառաբանում, որովհետև միգուցե մենակ Կիրակի ենք փառաբանում։ Ինչի ենք հոգնում խոսքից, որովհետև շաբաթվա մեջ միգուցե խոսքի մեջ չենք լինում, բա ինչ ենք անում։ Պարզ մեր կյանքն ենք պատմում մեր ընկերուհիներին, են ինչ որ չպատմենք, նեղանում ենք, բամբասում ենք, տրտնջում ենք, ու Աստված դառնում է միայն Կիրակի օրվա, ու դու դառնում ես, Աստված քո համար դառնում է սովորական, հասարակ, ու դու դառնում ես անտարբեր իրա գործին, դու էլ չես վառվում իրանով, ու սա քեզ դարձնում է խոցելի թշնամու համար, որովհետև եթե քո ներսում չկա կրակ, հաստատ ինչ որ մեկ ուրիշ կրակ կվառի։ Ես մեկ Պետրոսին մտածում եմ, ամեն ինչ սկսվեց գիտեք որտեղից, երբ որ ինքը նստեց օտար կրակի կողք։ Նաբդաբն ու Աբյուդը մահացան, իրանք քահանայապետի որդիներն էին Մովսեսի ժամանակով, որովհետև իրանք օտար կրակ մատուցեցին։ Պետրոսը ուրացավ Հիսուսին, որտև ինքը նստեց մի կրակի շուրջ, որը որ իրա վառած կրակը չէր, որը որ քահանայապետի աղախիններն էին վառել։ Իսկ Պողոսը ինքը գնաց ինքը փայտ բերեց ու դրեց այն կրակի վրա, որ իրան տաքացնի։ Պետրոսը նստեց մի կրակի շուրջ, որը որ ինքը չէր վառել, օտարի կրակ։ Պողոսը ինքը վառեց կրակ, ինքը փայտ դրեց, թեկուզոց է լավ, բայց հոցի հարցերը լուծվեց։ Ես մի բան գիտեմ, որ եթե դու չես վառվում Աստծո կրակով, հաստատ ինչ որ մեկը քո սրտում ինչ որ կրակ կվառի։
ու վերջինը ովքեր ոչ թե իրանք են խոցելի իրանց մեղքով թշնամու համար, այլ թշնամին կենտրոնացած է իրանց վրա, սա չափազանց օծված մարդիկ են։ Ու այս տեսակը վատ տեսակ չի, սրանք մարդիկ են, ում կյանքում կա կոչում ու օրհնություն ու օծություն, ու թշնամին կենտրոնացած է իրանց վրա։ Նայեք Հովսեփի կյանքին դժվարություններ, նայեք Մովսեսի կյանքին, նայեք Հիսուսի կյանքին, դեռ չծնված թշնամին ուզեց սպանել, ծնվեց էլի ուզեց սպանել։ Իհարկե, ես կուզենամ, որ մենք բոլորս այս վերջին տեղում լինենք, բայց ես չեմ ուզում դու քեզ արդարացնես, ասես փաստորեն իմ ընդեղից է։ Ու եթե դու քեզ հայտնաբերեցիր այս 6-ից մեկը դժգոհ տրտնջացող, չափազանց բերանբաց, բամբասող, չարախոսող, միշտ կարիքի մեջ զոհի դերում, հուսահատ, չներող, բարկություն ու վիրավորանք սրտում ընդունող, միշտ իմացեք, վիրավորողը ինքը վիրավորված մարդն է, այն մարդը ով աճ ծաղ բոլորին վիրավորում է, դա նշանակում է ինքը իր սրտի վիրավորանքի հարցը չի լուծել, որովհետև վնասում է վնասված մարդը, այն բժշկված մարդը ինքը բժշկում է, ու երրորդը Աստծու հանդեպ անտարբեր մարդը, որտեղ է ամբողջ արմատը, ընդեղ որ թշնամին մեր ներսում բերդեր է կառուցում, ու այդ բերդերը մի օրում չեն կառուցվում, ոնց որ մեր կյանքի բերդերը մի օրում չեն կառուցվում, այս աշխարհի բերդերը, այդ բերդերը կառուցում են քարի վրա դրանով, դա սկսում է մի մտքից։ Գիտեք թշնամու մտքերը ու Աստծո մտքերը կամ քո մտքերը ինչպես տարբերել, ինչպես զանազանել այն միտքը, որ սատանան է տալիս, դուք ասես մեկը ներսից է, մեկը դրսից, երբեմն թշնամին լավ էլ ներսից է խոսում։ Թշնամու մտքերը միշտ բերում են կասկած ու վախ, կամ կասկած կամ վախ։ Աստծո տված մտքերի վրա դու պիտի մտածես։ Անցած ծառայությանը Ժորայեղբայրը խոսում էր այն մտքերից, որ Աստված իրան տալիս է։ Երբ որ դու մտածում ես այդ մտքերի վրա, այդ մտքերը վերջում վերածվում են, ինքը Աստված տալիս է, դու մտածում ես, ինքն էլ պատասխանում է։ Այդ մտքերը վերջում վերածվում են ճշմարտության։ Սատանայի տված մտքերը, երբ որ մտածում ես այդ մտքերի վրա, իրանք վերածվում են բերդերի։ Ու քեզ պետք է այդ բերդերը քանդել։ Օրինակ, դու սիրված չես։ Փոքր ժամանակվանից այդ մտքերը, երբ որ դու ընդունում ես, դա դառնում է մի հատ բերդ։ Երբ որ քեզ ասում են Աստված քեզ սիրում է, դու լրիվ ուրիշ ձև ես լսում։ Դու կարևոր չես։ Դու չես կարող հարստանալ։ Դու պիտի ապրես օրվա գումարով։ Ու այսպիսի մտքեր, սրանք դառնում են բերդեր, որոնք կարան կործանեն քո կյանքը։ Բերդերը մեզ սխալ որոշումներ կայացնել են տալիս։ Այն մարդիկ, ովքեր մտածում են իրանք կարևոր չեն կամ սիրված չեն, ովքեր այդ բերդերը կառուցված է իրանց ներսում, իրանք շատ արագ փախնում են։ Հենց առաջի մեկով մի քիչ լավ վերաբերմունք ցույց տվեց, ինքը իր հետ կգնա։ Ինչի՞։ Որտև տարիներ շարունակ իր ներսում բերդ է եղել, դու սիրված ես։ Մեկը հայտնվեց, ով ասեց դու իմ դուրը գալիս ես, անկախ նրանից ինքը ով է, ինքը իր հետ գնալու է։ Ու այդ բերդը լինելու է պատճառ, որ ինքը իր կյանքը կործանե։ Աստծո խոսքը ասում է, որ օձը ավելի խորամանկ էր, քան դաշտի գազանները։ Օձը եկավ ու Եվային ասեց, արդյոք ինչ է ասում օձը, Ծննդոց 3:1։ Օձն ասեց կնոջը, իսկապես Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Նայեք, կասկածա բերում ես հարցը։ Ինքը մինչև հիմի տենց է աշխատում։ Եթե Աստծո որդի ես, ասա թողես։ Սատանայի բերած ցանկացած հարց ինքը կասկածա բերում։ Իսկ Աստծո հարցը, երբ որ Աստված հարցնում է Ադամին, ուր ես Ադամ։ Շմեք մի քանի ծառայության առաջ հարցերից է խոսում Աստծո։ Հաջորդ հարցը,
ով ասեց քեզ, որ մերկ ես։ Սրանք մտածելու տեղ են տալի։ Ուր ես Ադամ, ոչ թե Աստված հարցնում է, որ դու ասես էս է իմ տեղը, այլ որ մտածես ես ուր հասար։ Երկրորդը, ով ասեց քեզ, որ մերկ ես։ Սա մտածելու բան է տալիս։ Կարող է սատանայից։ Կարող է թշնամու միտքն եմ ընդունել։ Բա որտեղից ես չգիտեի, որ մերկ է։ Աստծու ցանկացած հարց, ցանկացած բան, որ Աստված խոսում է քո հետ միտք, քեզ կամ պիտի բերի ապաշխարության, կամ սթափության, կամ քեզ հայտնություն տա։ Ցանկացած միտք, որ թշնամին է բերում քո կյանք քաոս է բերում, կասկած է բերում։ Ինքը այդպես է աշխատում։ Այդպես ենք մենք տարբերում թշնամու մտքերը Աստծո մտքերից։ Ու ցանկացած անգամ Աստծո խոսքը ասում է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Ցանկացած անգամ, երբ որ դու լսում ես Աստծուն, Աստծո մտքերը, Աստծո խոսքերը, քո մեջ հավատքն է բարձրանում։ Ցանկացած անգամ, երբ որ դու լսում ես թշնամու մտքերը, քո մոտ անհավատություն է գալիս, ու երկրորդ բան այդ մտքերը շարունակաբար պտտվելով բերդեր է առաջանում։ Քո ներսում առաջանում է բերդեր, որոնք որ քեզ բերում են դարձում են խոցելի թշնամու համար, սիրելիս։ Դու կասես ելք կա։ Ու ելքը խաչնատեր Հիսուս Քրիստոսն է, Գեղամ ջան, որ խնդրեմ գգաս։ Գիտեք, երբեմն մենք գալիս ենք եկեղեցի, լսում ենք Աստծո խոսք, լավ էլ մեզ բռնացնում ենք ինչ-որ բանի մեջ, կամ աճում ենք, կամ հասկանում ենք, որտեղ որ պիտի փոխվենք, ու գնում ենք, որոշում չենք կայացնում ու նույնն ենք մնում։ Այսօր ուզում եմ մի քանի քայլ իրար հետ նայենք, առաջինը։ Եթե դու քեզ հայտնաբերեցիր, որ դու խոցելի ես, միգուցե ինչ-որ մեկը իրան այս 6-7 կետից 3-ի կամ 4-ի մեջ հայտնաբերեց, նորմալ է։ Առաջի բանը, երբ որ լսում ես խոսքը, ու խոսքը լուսավորում է քեզ, դասում ես, հա, այդ ես եմ, այդ իմ կողքինի մասին չէ, իմ մասին է։ Երկրորդ բանը, Տեր, ես պիտի փոխեմ այն ինչ որ անում եմ, որպեսզի չլինեմ խոցելի։ Մենք ուզում ենք, մենք չփոխվենք, ամեն բան փոխվի։ Ես ուզում եմ իմ միտքը չնորոգեմ, շարունակեմ անել այն ինչ որ անում եմ, բայց իրավիճակը փոխվի, դա տենց չի աշխատում։ Դու չես կարող անել նույն բանը ու սպասել ուրիշ արդյունք։ Այդպես է թե չէ։ Եթե դու միշտ ընդունում ես թշնամու սուտը, դու չես կարող սպասել, որ հեսա հավատքդ կաճի։ Ինչ պիտի անես, դադարես ընդունել թշնամու սուտը, դադարես այն ինչ որ թշնամին է խոսում համարես ճշմարտություն ու առաջնորդվես Աստծո խոսքով։ Այսօրվա հավատացյալի համար արդեն էլ Աստծո խոսքը այդքան էլ ճշմարտություն չի։ Այսօրվա հավատացյալի համար թշնամու սուտն է ճշմարտություն։ Աստծո խոսքը չի ասում հավատքը ChatGPT-ից է, հավատքը Facebook-ից է, TikTok-ից է, տենց չի ասում։ Դու կասես, բայց ChatGPT-ն նենց լավ քարոզներ է գրում, բայց հավատք չի կարա տա։ Լավ երգեր էլ կարա գրի, որտեղ Աստծո ներկայությունը չի կարա լինի։ Աստծո խոսքը ասում է իր համար, ասում է Աստծո մարդիկ, Աստծո հոգով գրեցին այս խոսքը, ու սա փոխում է մեր կյանքերը։ ChatGPT-ն Աստծո խոսքով չի գրում։ Դրա համար հավատքը ոչ Իրանից է, ոչ Facebook-ից, ոչ TikTok-ից, այլ Աստծո խոսքը լսելուց։ Ամեն։ Ես փոխում եմ իմ գործողությունը, փոխվում է իմ ներսի ինֆորմացիան, իմ կյանքն է փոխվում։ Ես չեմ ուզում, որպեսզի այսօրվա քարոզը քո համար սիրելիս լինի հերթական քարոզ։ Ես ուզում եմ այսօր ես ու դու որոշումներ կայացնենք, փոխելու են ինֆորմացիան, որ ընդունում ենք, դադարելու անել են ինչը, որ մեզ խոցելի է դարձնում թշնամու համար։ Ամեն։ Ուզում եմ մի անգամ էլ կարդամ ու իրար հետ աղոթք անենք։ Խոցելի թշնամու համար մարդիկ։
դժգոհ ու տրտնջացող մարդիկ, չափազանց բերամբաց, խոսացող բաներ, որ պիտի չխոսեն, բամբասող ու չարախոսող մարդիկ, միշտ կարիքի մեջ հուսահատ զոհի դերում լինող մարդիկ, չներող բարկություն ու վիրավորանքը սրտում ընդունող մարդիկ, այս չներող մարդիկ, իրանք ես ուզում եմ քեզ մի հատ գաղտնիք ասեմ, աղոթի, որպեսզի Աստված օգնի քեզ, որ սովորես ներել։ Շատերը Աստծո տան մեջ փորձում են մոռանան, բայց ներել չգիտեն։ Գիտեք, այսպիսի մարդկանց կողքը միշտ հայտնվելու են մարդիկ, ում իրանք պիտի ներեն։ Քանի դու այդ քննությունդ չես անցել, միշտ քո կողքը կհայտնվեն մարդիկ, որ սխալներ կանեն, որ դու ներես։ Հալելույա։ Ու Աստծո հանդեպ անտարբեր մարդիկ։ Ես կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք մեր սրտերը բերենք Աստծո առաջ։ Հիմա ժամանակն է, որ մենք գանք ասենք Տեր, մեզ ներել սովորացրու, Տեր մեզ գոհանալ սովորացրու։ Ես չեմ ուզում լինեմ թշնամու հարվածի տիրույթի տակ, ես չեմ ուզում լինեմ խոցելի իր համար։ Տեր Հիսուս, մենք քո կարիքը ունենք, Տեր։ Ես աղոթում եմ քո տան, քո ընտանիքի համար իմ արքա։ Ամեն մեկի համար, Տեր, իմ քույրերի համար, ովքեր միգուցե տեսան իրանց խոցելի թշնամու համար։ Ես աղոթում եմ բոլոր մարդկանց համար, ովքեր ունեն բաց դռներ, Տեր։ Ես աղոթում եմ, Տեր, որ այսօր այդ դռները փակվեն։ Օգնիր մեզ, Տեր, զանազանել քո մտքերը թշնամու մտքերից, օգնիր մեզ զանազանել հավատք տվողը, սրբության տանողը, դատապարտության մտքերից, Տեր։ Ես աղոթում եմ ամեն դժգոհության ու տրտունջի գոհության սիրտ, Տեր։ Դժգոհության փոխարեն տուր մեզ գոհության սիրտ, գոհոցող սիրտ, Տեր։ Աղոթում եմ, Տեր, որ այն ինչ որ մենք տեսանք մեր կյանքում, որը որ մեզ դարձնում է խոցելի թշնամու համար, Տեր։ Որը որ մեզ փակում է քո օրհնություններից, չէ թե դու չես ուզում օրհնես, Տեր, այլ մենք ենք փակվում քո օրհնություններից, Տեր։ Այսօր թող քո հոգով գա բժշկություն, Տեր, մեր կյանքի բոլոր ոլորտների մեջ։ Այսօր Տեր, թող տրտունջը գոհության վերածվի։ Այսօր թող զոհի մտածելակերպը հաղթողի վերածվի, Տեր։ Այսօր թող սովորենք ներել, Տեր, թող որոշենք ներել, Տեր։ Այսօր թող չլինենք միամիտ խոսելու ամեն ինչ, նույնիսկ այն տեսիլքները, որ դու մեզ տվել ես, եթե դու դուլ չես տալիս, թող չխոսենք, Տեր։ Օգնիր մեզ սահման դնել մեր շուրթերին ու սահմաններ դնել փոխհարաբերության մեջ, Տեր, որ չլինենք խոցելի թշնամու համար, իմ արքա։ Այսօր ամեն բամբասանք թող կանգնի քո տնից, Հիսուսի անունով։ Ես աղոթում եմ, Տեր, որպեսզի դու հանդիմանես ամեն բամբասող շուրթեր ու ցույց տաս, որ բամբասելու ընթացքում մենք վերցնում ենք թշնամու դերը, զրպարտությունը, ոչ թե քո դերը արդարացնելը։ Մենք կարիք ունենք, Տեր, որ քո հոգով գաս ու կպնես մեր սրտերին։ Մենք հիմա քո ներկայության կարիքը ունենք, Տեր Հիսուս։ Կպիր մեզ, Տեր։ Եկեղեցի եկեք կանգնենք ոտքի։
ամեն մեկը ձեր աղոթք արեք, ամեն մեկը այն ինչ որ քո հետ է կատարվում, քո կողքին հետ չի կատարվում։ Ինչ որ քո ներսում է, այն ճանապարհը, որ դու ես անցնում, քո կողքինը չի անցնում։ Ամեն մեկը ձեր տեսածով ձեր արեք։ Ձեր աղոթքը ձեզ բերեք իր առաջ։ Ու եկեք երկրպագենք այդ ընթացքում իրան։ Ամենակալ Տեր Աստված
այս վայրում ա Տեր, Դու ծածկել ես մեզ քո սրբությունով մեր Աստված Եվ մեզ սուրբ ես արել Տեր, մեզ քոնն ես դարձրել մեր Աստված, մենք շնորհակալ ենք այս պատվի համար Աստված մեր, խոնարհվում ենք քո առաջ Հիսուս, քո մեծության առաջ մեր Աստված Եվ քո սիրո առաջ Հիսուս Որ մեզ սիրեցիր քո կյանքից առավել մեր Աստված Շնորհակալ ենք Տեր այդ մեծ զոհի համար որ մեզ համար իրականացրեցիր Եվ վերցրեցիր ամեն դժվարություն մեր կյանքից ամեն հիվանդություն ամեն ցավ ու տառապանք եւ դու կրեցիր խաչի վրա մեր Աստված մենք շնորհակալ ենք որ ազատեցիր մեզ մեղքից ու սատանայի իշխանությունից եւ հիմա մենք ազատ ենք Տեր մենք զորավոր ենք Տեր մենք սուրբ ենք քեզանով Աստված Մենք քո մեջ ենք Տեր եւ մենք անխոցելի ենք Տեր քո մեջ